Ուրբաթ օրվանից Լոս Անջելեսում շատ մեծ ցույցեր են ու մեծ բախումներ են ոստիկանության հետ։ Այս ֆոնին Գլենդեյլի քաղաքապետարանը շատ հետաքրքիր ու իմ կարծիքով կարևոր որոշում է կայացրել։ Դրա համար եկեք պատմեմ, թե ինչ ա եղել։ Երեք Գլենդեյլի քաղաքապետարանը շատ կարևոր որոշում է կայացրել, հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ Գլենդեյլը որպես քաղաք խզում է իր պայմանագրերը միգրացիոն ու մաքսային ոստիկանության, այսինքն ICE հետ, ու այլևս Գլենդեյլում չեն պահվելու այն միգրանտները, որոնց որ ձերբակալել են դեպորտ անելու համար։ Այս բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ որ Լոս Անջելեսում ICE-ը ու ոստիկանությունը սկսել է մարդկանց տերորի ենթարկել, բառի բուն իմաստով առևանգել, շատ դեպքերում ուղղակի անտեսելով պատշաճ պրոցեդուրաները, շատ դեպքերում նաև չկա դատարանի որոշում, բայց մարդկանց ուղղակի բռնում են փողոցից, առևանգում են ու հետո դեպորտ անելու համար։ Ոստիկանության հետ շատ ուժեղ բախումներ են եղել, ընդհուպ մինչև այն պահը, երբ որ Թրամփը որոշել է ազգային գվարդիա ուղարկել Կալիֆոռնիա, որոշում, որը որ էլ ավելի է բորբոքել կրքերը, եւ հիմա ցույցերը շարունակվում են արդեն 5 օր։ Եվ Լոս Անջելեսի քաղաքապետը եւ Կալիֆոռնիայի նահանգապետ Քևին Նյուսումը դեմ են արտահայտվել Թրամփի այս որոշմանը։ Դեմ արտահայտվելուց բացի նաև Թրամփի ադմինիստրացիային դատի են տվել այս որոշման համար, բայց չնայած դրան Թրամփը որոշել է եւս 700 հոգու Marines, այսինքն նավատորմի զորքերից ուղարկել LA եւ կրկնապատկել ազգային գվարդիայի զորքերը 2000 հոգու ուղարկել էր, այսինքն եւս 2000 հոգու ուղարկելու են LA այս ցուցարարների դեմ։ Ու այս որոշումը Գլենդեյլի քաղաքապետարանի կարևոր է նրանով, որ քաղաքը որոշել է կանգնել ժողովրդի կողքին, այլ ոչ թե Թրամփի իշխանության։ Երևի ամենաշատը այս ցույցերին մասնակցում է մեքսիկացիների համայնքը։ Բայց Թրամփի այս հակամիգրանտական քաղաքականությունը ազդում է ոչ միայն մեքսիկացիների վրա, այլ նաև LA-ում ապրող բոլոր համայնքների վրա, այդ թվում նաև հայկական համայնքի վրա։ Իհարկե մեր համայնքի մեջ էլ կան մարդիկ, ում փաստաթղթերը իդեալական վիճակում չեն, շատերը undocumented են, այնպես որ դա հայ համայնքի վրա էլ է շատ ազդում։ Ոչ ICE-ը, ոչ ոստիկանությունը չեն նայելու ինչ-որ մեկի ազգությանը ու գալու են էլի նույն ձև առևանգեն, բռնեն, ուղարկեն հետ։ Գրեք ձեր կարծիքները, եթե մասնակցում եք ցույցերին, կարող եք կիսվել ձեր փորձառությամբ։